մենք ուզում ենք երկու բան մեր ընդդիմադիր գործընկերներից։ Առաջինը, որ մեզ չկպնեն, եւ երկրորդը, որ անցնեն խորհրդարան։ Կպնելու մեջ որևէ ռացիոնալ բան չկա, սա իրրացիոնալ է, ըստ մեզ, որովհետեւ հակասումը նախ եւ առաջ իրեն շահեր են, ինչեւ արդեն ասացի, ինչ որ ասացի, եւ իմ հույսը այն է, որ իրենց մոտ քաղաքական թիմը ավելի ազդեցիկ կլինի, քան քարոզչական։ Այս մեկ։ Այսքան, եկեք երկրորդ նախագահի հետ կապված, իր թիմի հետ կապված հարցեր չտանք։ Խնդրում եմ, չեմ պատասխանելու։ Բայց երկրորդ բլոկը կարևոր է, կներեք։ Երկրորդ բլոկը ինչով է կարևոր։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ քանի որ չունի որևէ արժեհամակարգային ողնաշար, նա ցանկացած իրավիճակում փորձում է հարմարվել։ Հիշացնեմ մի քանի բան։ 17 թվականին ելք խմբակցության ղեկավարներ Էդմոնի ձեռից Էդմոնի գրած հիմնավորումները ԵԱՏՄ-ից դուրս գալու վերցրելա, որպեսզի ինքը լինի հիմնական զեկուցող։ Հետո դարձել է վարչապետ, դարձել է ռուսական, այսպես ասած, գծի մեջ աշխատող վարչապետ։ ԵԱՏՄ-ից դուրս չգալու եւ մնացածի հետ կապված։ Հետո 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից էր կախված մեծապես իր քաղաքական գոյությունը, գնաց եռակողմեր ստորագրեց Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Հետո մտածեց ռուսները վատ են Ուկրաինայում, գնաց թռավ։ Հիմա տենում է, որ մի քիչ ուրիշ բան կա, արդեն մենք ենք խանգարում, որ մենք ԵԱՏՄ-ի փլուզիչներն ենք։ Ես եվրոպացիներին դու լավ լսել եմ։ Այս մի կտորն եմ քեզ, հիշեցնում։ Ինքը չունի սկզբունքներ։ Հույսը դնել, որ գեոպոլիտիկ բանը փոխվելու ու Նիկոլը թռնի, եկեք մոռանանք դա։ Նիկոլը պետքա թռնի հայ ժողովրդի ձեռամբ։ Մնացած միջավայրեր են, կար արև լինի, կար անձրև լինի։ Մյուս ուղղությունը քեզ հիշացնեմ։ Սա Բայդենի ծոցում ննջող գիշերները ննջող տղա էր, իր սաղ ադմինիստրացիան։ Բայդենի ծերացող կրծքի վրա գլուխը դնում էր եւ դեմոկրատական վարչակազմի ամենա վիկրմիշն էր, հայերեն չգիտեմ ոնց է այդ բառը։ Ինչ եղավ։ Մի քանի ամսվա մեջ ֆռած ասեց Տրամպի ցավը տանեմ։ Այդ գեոպոլիտիկ վայրեվերումների ինքը սկզբունք չունեցող մարդ է, իսկ եթե մարդը չունի ողնաշար սկզբունք, հենման կետ, սիուն, որովե կարծր բան եթե չունի, նա ցանկացած իրավիճակում չի փլվում։ Նա ասես լղոզվում է, հետո տրանսֆորմացվում է ժելեանաման մի ուրիշ բանի մեջ, հետո նորից ասես լղոզվում է, հետո ուրիշ բանի։ Ուստի հույսը դնել։ Դու շատ ճիշտ ես ասում, գեոպոլիտիկ միջավայրը փոխվում է առնվազն տարածաշրջանային, եթե չասեմ գլոբալ փոփոխություններն էլ են տեսանելի եւ չեն ավարտվել։ Նիկոլը կարող է բոլորիցս ավելի կենսունակ լինի այդ նոր իրավիճակում։ Այսինքն խնդիրը այն չի, թե դրսից ինչ կլինի, որ մենք իրան հանենք։ Խնդիրը այն է, որ ինքը պետք է դուրս գա մեր ձեռքերով։ Այդ ձեռքերը կարան լինեն հանրահավաքային եւ պետք է լինեն հանրահավաքային, այդ ձեռքերը կարան եւ պետք է լինեն քվեաթերթիկային։ Մենք ենք որոշում այս ձեռքը ոնց օգտագործել։ Խնդրեմ։ Ինչին կներեք։ Ոչ միայն ստուդենտի, այլ նաև դիտեք փոքր։ Ես ուզում եմ դիտեք ինչ ասել, դուք իշադացիք ԵԺԿ, որը իդեշ ֆորմա խոշորավոր բան, չէ՞, օգտագործում եք դուք երկար տարիներ դուք ստեղ համագործակցում օգտագործում եք անցյալ ձեր ինտերնետ կապերը, որ ստուգեք ձեր որ իրենք ստիպեն համապատասխան եվրոպական ուշադրություն սերվել ժողովրդավարության ԵԺԿ-ն, շնորհակալ եմ հարցի համար, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը քաղաքական ընտանիք է եւ մեզ համար շատ երկար տարիներ հենց ընտանիք էլ եղել է հանրապետականի համար։ ԵԺԿ-ի հետ համագործակցության շնորհիվ մենք երկրի համար բազմաթիվ հարցեր ենք այս տարիներին լուծել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից սկսած վերջացրած ՍԵՊԱ-ի նման ֆունդամենտալ փաստաթղթի նախապատրաստում եւ ստորագրություն եւ ավերացում։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայանպաստ դիրքորոշումների առաջմղում եւ մինչեւ վերջերս քաղաքական բանտարկյալների խնդրի հետ կապված իհարկե դա անձնական վերաբերմունքի հարց է եւ կուսակցական կապերի, բայց առնվազն ԵԺԿ-ի մակարդակով
թե ինձ անձամբ քաղբանտարկյալ են մի քանի անգամ ճանաչել եւ թե ֆիքսել են, որ Հայաստանում կա քաղաքական բանտարկյալների խնդիր։ Բայց այդ ընտանիքն էլ է Նիկոլը իր քիթը խոթում, իրենք անցյալ տարվանից անդամության հայտ են տվել, իրենք ուզում էին միջև ընտրություններ դառնալ ԵԺԿ անդամ, մեզ հաջողվել է այս փուլում եվրոպացի մեր գործընկերներին եւ ընկերներին ներկայացնել հիմնավորումներ, որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ ընդհանուր, այսպես ասած, արժեհամակարգային բան ԵԺԿ-ն չունի, եւ այդ խնդրի հետագա քննարկումները Բրյուսելում դրվել են կախվածության մեջ հունիսյան ընտրություններին հաստատի։ Այսինքն միջև ընտրություններ հասկանալով, որ դա լինելու է միջամտություն ընտրական գործընթացին ԵԺԿ-ն չի քննարկել իրենց անդամության հայտը, իսկ ընտրություններից հետո արդեն կներեք, եթե Նիկոլը վերարտադրվեց ԵԺԿ անդամությունը լինելու չարյաց փոքրագույն այն ամեն աղետի մեջ, որ գալու է մեր երկրի վրա, եթե այդպես եղավ։ Բայց սենց էլ ԵԺԿ-ն էլ բաղկացած է տարբեր քաղաքական խմբերից եւ մարդկանցից, Նիկոլենք ունեն լոբիստներ ամենուրեք, այդ թվում ցավոք սրտի ԵԺԿ-ում։ ԵԺԿ-ում կան Նիկոլի լոբիստներ։ ԵԺԿ-ում նկատի ունեմ Եվրոպարլամենտում կան դեպուտատներ, պատգամավորներ, որոնք ափաշքյարա կներեք բառից համար նիկոլական են։ Եվրոպական չեն, նիկոլական են։ Եվ բնական է, որովհետև սպասարկում են տարբեր գեոպոլիտիկ կենտրոնների շահեր, բայց ԵԺԿ-ում կան մարդիկ, որոնք դեռ չեն մոռացել ինչա քրիստոնյա դեմոկրատությունը, չեն մոռացել ինչա իրականում սկզբունքը, չեն մոռացել ինչա արժեքը, եւ այդ մարդիկ կարողանում են դեռ, այսպես ասած, կանխել նիկոլական ԵԺԿ-ականների գործողությունները։ Հուսով եմ, ընտրություններից հետո մենք առիթ չենք ունենա առհասարակ այս հարցին լուրջ մոտենալու, որովհետև շատ ավելի կարևոր լուրջ խնդիր լուծված կլինի։ Եթե էլ հարցեր չունենք, տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանի կալանքը երկարացվեց, տեսնում ենք, որ տարբեր դեմքերի փորձում են իզոլացնել, ընդդիմության շարունակում են վարկաբեկել, որն է այդ, այսինքն հրաշքա լինելու ինչ շանս եք տեսնում։ Հուսահատությունը մեղք կա։ Այս ֆիքսեցինք որպես գերակա մոտեցում։ Մնացած ամեն ինչը ներվը, դարդը, պրոբլեմը լուծելի է։ Ես չեմ ուզում մտնել վերլուծական նարատիվի մեջ շատ պարզ պատճառով։ Մենք խոստացել ենք եւ ամեն ինչ անում ենք օգնելու ընդդիմությանը։ Ինքներս չմասնակցելով այդ պահից սկսած, վերջացած թեկուզ հենց այսօրվա իմ պրեզենտացիայով։ Դրա համար, եթե իսկ մենք ունենք բաներ, որ մեր ընդդիմադիր գործընկերներին ընկերաբար կարող ենք հուշել, ասել եւ խոսել, դա անում ենք առանց տեսախցիկների։ Դրա կարիքը ես չեմ տեսնում այս փուլում, գիտեք, կրավորական կեցվածքով ինչ-որ ասել, էսի լավ չեք անում, էսի լավ եք անում։ Այն ինչ որ Նիկոլը անում է, իր որպես բացասական հերոս, նա լավ է անում։ Նա ինչ անում է որպես բացասական հերոս, ընտիրը խաղում է։ Կան ինքը այս սցենարի մեջ խաղում է, այդ ֆանտոմասն է, Կաշի Բիսմերտնին է, Բաբա Յիգան է, ինչն է այդ մի հատ թազա։ Ես ինքը ընտիր բացասական հերոս է։ Ընտիր։ Թե դերական հերոսների մեջ քաստինգը ինչով ավարտվելու, ես չգիտեմ։ Ինձ թվում է անպայման չի մենակատարին կրել մենակատարով։ Կարելի է մենակատարին կրել անսամբլով։ Բենդով, այսպես ասած։ Նիկոլը անգլացիք ասում են one man show է, մի մարդու թատրոն է, սաղ ինքն է։ Ամենտեղ ինքն է, ամեն ինչը իրանից է կախված։ Այո, այդ մարդը ունի բացասական իմաստով ֆենոմենալ դերակատարություն եւ էներգիա։ Այդ վոկալիստին կարա հաղթի օրինակ բենդը, ընդդիմադիր բենդը։ Եվ այո, ընդդիմությունը դա լավ հասկանում է, ոչ մեկ չի ասում ես մենակով հաղթելու եմ, բոլորը ասում են, որ մենակով չի ստացվի, բայց իրար հետ կարող ենք, ինչպես կասել երկրորդ նախագահ, միասին կարող ենք, այս իմաստով, եւ ընդդիմության հեռանկարները մի բան մենակ ասեմ, այս չեմ կարա չասեմ, որպես քաղբանտարկյալ նախկին,
եւ հիմա էլ քաղաքական հետապնդումների ենթարկվող կուսակցության ներկայացուցիչ, որի ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանը կալանքի տանազատության մեջ է եւ այլ բազմաթիվ հանրապետականներ։ Այն որ միջև ընտրաշավ ընդդիմությանը բոլորիս ինձանից սկսած վերջացած առաջատարներով չի հաջողվել լուծել քաղբանտարկյալների խնդիրը, դա բոլորիս համոտնա եւ այդ աշխատանքի արդյունքն է։ Ամենաշատը ոչ ոք չնեղանա, իմ ընկեր Դավիթից սկսած։ Իմ սիրտը ցավում է ամենաշատը Բագրատ Սրբազանի վրա։ Բագրատ Սրբազանի վրա։ Ես նստած էի Նոբարաշենում, երբ որ ինքը տասնյակ հազարավոր հանրահավաքների առաջնորդն էր։ Ես ազատության մեջ եմ հիմա, երբ որ իր դատական նիստերին մաքսիմում 100-200 հոգի մարդ լինում։ Եվ սա, այո, խնդիր է։ Այո, նաև բարոյական խնդիր է։ Նորից ասեմ, չնսեմացնելով ոչ մի քաղբանտարկյալի տանջանքները, կերպարը, աշխատանքը, կարևորությունը եւ այլն։ Բագրատ Սրբազանի կերպարը այս պարագայում այս ups and downs-ների, հա, եւ ըստեղ նաեւ ընդդիմության բոլոր ամբողջ ընդդիմության մեղքով էս ամեն ինչի հնարավորությունների, նիկոլական հնարավորությունների շարունակության մեջ է։ Շնորհակալ եմ ձեր հարցերի համար, ձեր ուշադրության համար, ազատություն մաղթենք բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցներին։ Շնորհակալ եմ։